Բարև ձեզ, սիրելի ընկերներ, սիրելի Արթուն ենք շարժման համակիրներ, սիրելի գաղափարակիցներ։ Նախ ասեմ, որ այս փուլում ես կարճ ներկայացրեցի մեր վերջին 10 օրվա ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները։ Կարող եք Facebook-ում ծանոթանալ դրա հետ։ Արթուն ենք շարժումը 10 օրվա ընթացքում կարողացավ հանրային քաղաքական օրակարգ մտցնել իմպիչմենտի, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, նախաձեռնելու գործընթացը։ Դա արդեն այլևս քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է։ Իհարկե որոշ դիմադրություն դեռևս կա, սակայն դիմադրողները շատ կարճ ժամանակում կհասկանան, որ այդ դիմադրությունը շատ ավելի իրենց վնաս է տալիս, իմպիչմենտի նախաձեռնությունը այլևս անխուսափելի է եւ ինչքան շուտ հատկապես մեր ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնեն եւ միանան այդ գործընթացին ու նախաձեռնեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, այդքան ավելի քիչ քաղաքական վնաս կկրեն, իսկ ինչքան շատ դիմադրեն, այդքան ավելի այդ վնասը կլինի շատ եւ որոշ դեպքերում նաեւ անվերականգնելի։ Չեմ թվարկի այդ բոլոր բանը արձագանքները, դրանց մասին Էդգար Ղազարյանը իր լայվում խոսել է, կարող եք դիտել եւ մանրամասն ծանոթանալ դրանց։ Այս պահին ձեզ տեղեկացնեմ, որ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանին փոխարինող անձի այսպես համընդհանուր ընդունելի տեխնացուի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ, դրանց արդյունքների մասին անպայման ձեզ տեղյակ կպահեմ։ Եվ ինչպես գիտեք, վաղը Էդգար Ղազարյանը առավոտյան ժամը 11-ից սկսած տարբեր ժամերին հանդիպելու է ՔՊ-ական պատգամավորների հետ, մասնավորապես, եթե չեմ սխալվում, Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի եւ այլ եւ այլ։ Այդ հանդիպումները իրականացվեն ԶԼՄ-ների ներկայությամբ, կարող եք այդ հանդիպումներին նաեւ դուք էլ հետևել։ Էդգար Ղազարյանի հանդիպման միակ նպատակն է ՔՊ-ական պատգամավորների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացի ասպեկտները, հիմքերը, որոնք սահմանադրությամբ առկա են, այսինքն ոչ թե որ տիպա ոնց որ միշտ եղել է որ Նիկոլը դավաճան է, տականք է, նա պետք է հեռանա այս քննարկվելու է սահմանադրական հիմքերը, որոնք նույնն են ըստ էության բոլոր պատգամավորների համար, այսինքն այս առումով չկա քաղաքական նախասիրություն, այս առումով կա սահմանադրական պարտականություն, որը ազգային ժողովի բոլոր պատգամավորները հավասարաչափ, այդ առումով հավասարաչափ պետք է իրականացնեն կամ ենթադրենք հրաժարվեն իլուր աշխարհի հրապարակային հրաժարվեն այդ սահմանադրական պարտականությունը պատգամավորի իրականացնել։ Սա այսքանը կարճ նախաբան, այսօրվա տեսանյութը հատկապես վերաբերվում է, ոչ թե հատկապես ամբողջությամբ վերաբերվում է ՔՊ-ական պատգամավորներին, այսօրվա տեսանյութի նպատակը ՔՊ-ական պատգամավորներին որոշ նաև տեղեկություններ տալն է, որպեսզի իրենց համար էլ հասկանալի լինի այս գործընթացը, այս գործընթացին իրենց միանալու պատճառները, մոտիվացիան, հիմքերը եւ այլն, որովհետեւ իհարկե շատերիդ համար անսպասելի էր
որ impeachment-ի Նիկոլ Փաշինյանին իրապես հեռացնելու գործընթացը կհանդիպի որոշ ընդդիմադիր համարում ունեցող պատգամավորների դիմադրությանը, իմ համար անձամբ դա բացարձական ակնկալ չէր, բայց նաև այդ գործընթացի սուբյեկտներ են ԿՊԱ-ական պատգամավորները եւ կարծում եմ արդար կլինի, որպեսզի նրանք ամբողջությամբ իմանան ճշմարտությունը, որի մի հատվածը նաև իրենցից թաքցվում է եւ այն հույսերը, որոնք ունեն այդ պատգամավորները, որոնց մոլորության մեջ են գցել շատ դեպքերում, այդ հույսերի մասին բացահայտ խոսակցություն սկսենք։ Ուրեմն ԿՊԱ-ական պատգամավորներին եմ դիմում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը գտնվում է դրսում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը ժողովուրդը չի, ըստ իս չի եղել, բայց այս պահին հաստատ ակնհայտ ժողովուրդը չի։ Նա բացահայտ արդեն անցում է կատարել դեպի բռնապետական ռեժիմ, բայց մենք ապրում ենք բացահայտ եւ անթաքույց բռնապետական ռեժիմում, դա արտահայտվում է բազմաթիվ ձևերով, տարբերակներով, սկսած իր իսկ կողմից արդեն անթաքույց բոլոր իր այլախոհներին, ընդդիմացողներին, այլ կարծիք ունեցողների նկատմամբ այդ անհանդուրժող նաև խոսույթով, մինչև բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, բազմաթիվ բռնի ազատ խոսքը լռեցնելու փորձեր, մարդկանց հավաքների ազատության նկատմամբ տարբեր տեսակի ոտնձգություններ, դրանք կոնկրետ դեպքեր են, հա, ես դրանք հատ-հատ չթվարկեմ, դա բոլորը ձեր աչքի առաջ է տեղի ունենում, ոստիկանական նաև իրավապահ մարմինների, հատկապես ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, արդեն անթաքույց, կան որոշ, այսպես ասեմ, պսևդո իրավապաշտպաններ, ովքեր 2 կոպեկի դիմաց լծված են քողարկել, լղոզել, երբեմն նաև փառաբանել այս բռնապետական նկրտումները, կան մենք վերջերս տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս կազմող նոր-նորքի թաղապետը արդեն ուղիղ եթերում տենց տասնյակից ավել մարդկանցով ծեծի ենթարկեց ակտիվիստին։ Մենք տեսնում ենք ընտրություններին բազմաթիվ բիրտ միջամտություններ, ընտրությունների process-ին սկսած ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ոչ իշխանական թեկնածուների նկատմամբ քրեական գործերի հարուցում, այդ մարդկանց ձերբակալություն։ Մենք տեսել ենք նաև մեր աչքի առաջ է եղել խոշտանգման բազմաթիվ դեպքեր, խոշտանգումը դա այն հանցագործությունն է, որը իրականացվում է պետության ուղիղ իշխանության ուղիղ մասնակցությամբ եւ թողտվությամբ այդ բոլոր այդ ամեն ինչը իհարկե բնականաբար անպատիժ են մնում, խրախուսվում են, որովհետեւ կրկնում եմ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը ժողովուրդը լիներ, ինքը պետք է ժողովրդի համար այդ ժողովրդի բարեհաճությունը շահելու համար այդ բոլոր այդ իմացած դեպքերին ինչ որ արձագանքներ տար կամ եւ այլն, եթե դա իր կամքից անկախ է, բայց իրականում մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս խոսքը ԿՊԱ-ական պատգամավորներին է վերաբերվում, որ սրանք տարբեր գործընթացներ են, գործողություններ են, որոնց նպատակը մեկն է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանական հաճույքներից օգտվելու այդ process-ը մի փոքր մի քանի օրով կամ մի քանի, չգիտեմ, ամսով երկարացնելը, այդ իշխանությանը սպառնացող ցանկացած խոսք լռեցնելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ԿՊԱ-ականներին ուզում եմ բարձ խոսամ, հա, որպեսզի ձեր համար էլ հասկանալի լինի։ Թվում է թե իրավիճակը ամբողջությամբ վերահսկողության տակ է, դուք իշխանություն եք, ոչ մի բան չի սպառնում ձեր իշխանությանը,
երջանիկ վայելում ենք իշխանական բարիքները, մի խոսքով գիտենք այդ բարիքները, հաթա չթվարկեմ, բարձր աշխատավարձեր եք ստանում, որոշ մանր-մունր կոռուպցիոն ինչ-որ բան սխեմաների մեջ ձեզ աչք են փակում, որ դուք ինչ-որ բաների մեջ մտնում եք, որովհետև ինչ եմ ասում, որոշ մանր-մունր, որովհետև հիմնական կոռուպցիան բավական լուրջ համակարգված բնույթ ունի, նույն Նոր-Նորքի թաղապետի օրինակով, տեսանք, որ նույնիսկ մանկապարտեզների փողեր են լափվում, մանկապարտեզների կառուցման, այսպես կառուցապատման փողեր են փոշիացվում եւ ոչ միայն մանկապարտեզների, այսինքն նույնիսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը գնում էր, որ դպրոցի կախիչներ էր ստուգում, դուշ էր տալի կրթության նախարարի ձեռը, բան այդ լրիվ բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Այո, կա մեր երկրում համակարգված համակարգային կոռուպցիա, ընդ որում ահռելի չափերի հասնող, որին դուք ընդհանրապես քրեական պատգամավորներին վերաբերվում շատ քիչ դրա բարիքներից օգտվելու առումով շատ քիչ մասով եք առնչվում։ Ենթադրում եմ, որ սենց եմ ասում էլի, բայց իրականում ինֆորմացիաներ կան, որ ամեն մեկի գցել են ինչ-որ մի օլիգարխի, ինչ-որ որոշակի գումար եք դուք ստանում, որը առաջ իրականում չունեիք, այսինքն դուք ունեիք առաջ մինչև 2018 թվով ֆինանսական շատերից, որտեղ ճանաչում եմ, էլի ունեիք խնդիրներ, հիմա որոշակի արդեն ֆինանսական խնդիրները ձեր որոշակիորեն լուծումներ է ստացել, բայց դրանք իհարկե բնականաբար թշրանքներ են, որոնք ձեր առաջ նետում է Նիկոլ Փաշինյանը եւ իր ընտանեկան կլանը։ Դե լավ, նույնիսկ այդ դեպքում համարենք, որ կյանքը ձեզ ժպտացել է, դուք առաջ ունեիք ֆինանսական խնդիրներ, հիմա այդ խնդիրները չունեք։ Մի կողմ եմ թողում դրա բարոյական, քաղաքական, պետական, շահի տեսանկյունից, այդսաղ մի կողմ եմ թողում։ Խոսում եմ հիմա միայն զուտ ձեր շահի տեսանկյունից։ Բանն այնն է, որ բացահայտ ինչ սկզբում ասի, որ Նիկոլ Փաշինյանը արդեն անցել է իշխանությունը պահելու բացահայտ բռնապետական ոճի, նման տիպի բացահայտ բռնապետական կառավարումը աշխարհի կողմից, ամբողջ աշխարհի կողմից երկար հանդուրժվել չի կարող։ Երկար հանդուրժվել կարող է, կան աշխարհում բռնապետություններ, որոնք երկար են հանդուրժվում։ Դրանք հետևյալ դեպքում են լինում, հա, այդ պարագայում է լինում, երբ որ աշխարհը ինչ-որ երկար ժամանակ հանդուրժում է ինչ-որ բռնապետի։ Առաջին դեպքը, երբ որ տվյալ երկիրը, որը կառավարում է բռնապետ, ունի միջուկային զենք։ Միջուկային զենք ունեցող երկրի հետ սովորաբար աշխարհում փորձում են շատ, այսպես ասեմ, կոնֆլիկտի չգնալ կամ եւ այլն, այտենց հաշվի առնել, որ այդ երկիրը, որը բռնապետ է կառավարում, ունի միջուկային զենք եւ այդ բռնապետը պատրաստ է այդ միջուկային զենքը նույնիսկ կիրառի, եթե իր իշխանությանը որոցե վտանգ սպառնա։ Երկրներ, երկրորդ դեպքը, երկրներ, որոնք ունեն նավթ, խոշոր առումով նավթ, որովհետև այս պայդրությամբ տնտեսական առումով նավթի դերում կարող են հանդես գալ նաև այլ օգտակար հանածոներ։ Հայաստանը չունի ոչ միջուկային զենք եւ չունի էլ նավթ։ Նավթի դեպքում եւս տարբեր տեսակի տնտեսական, տնտեսա-քաղաքական շահերից ելնելով շատ հնարավոր է, որ աշխարհը հանդուրժի, երկար հանդուրժի ինչ-որ բռնապետի գոյություն, սակայն նույնիսկ այդ երկարը ինքը հավերժ չի տևում նավթի դեպքում, ինչպես կարող է տևել, ընդհանրենք միջուկային զենքի դեպքում, բայց նույնիսկ այդ բանը չենք բացառում։ Մեր երկիրը չունի նավթ։ Եվ կա մի հատ էլ տենց տարբերակ, որը իրականում երկար չի, երկար բռնապետին աշխարհի կողմից հանդուրժվելու խնդիր չի առաջացնում, դա աշխարհաքաղաքական որոշակի շահերի
համադրումն է, ենթադրենք գերտերություններից ինչ որ մեկին, ինչ որ բան է անհրաժեշտ այդ պետությունից վերցնել, բռնապետը սկսում է այդ դրանք տալ եւ դրա փոխարեն ստանում է այդ գերտերության, այսպես ասեմ, օշնությունը, ձեր լեզվով ասած դաբրոն իշխանության եւս որոշակի ժամանակ մնալու համար։ Սա շատ հեղեղուկ եւ շատ, այսպես ասեմ, բարակ սառույց է, որի վրա կարա կանգնի բռնապետը, որովհետեւ ամեն վարքյան այդ տակի սառույցը կարա ջարդվի ու այդ ամբողջ համակարգը փլվի, փլուզվի։ Ինչի եմ ասում դա, որովհետեւ այդ համակարգի փլուզվելու ժամանակ քպական падգամավորներին է խոսքս ուղղված, այդ փլատակների տակ մնալու եք դուք։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար փորձ է անելու փրկվի, իր կաշին փրկի, ինչը ինքը մի քանի անգամ արել է, մարտի 1-ին է դա արել, ընդ որում եթե դուք գիտեք, որ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը փախել է, քչերը գիտեն, որ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը 2 անգամ է փախել։ Առաջին անգամ փախել է, երբ որ մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցավ ոստիկանության եւ ցուցարարների բախումը ազատության հրապարակում, ինքը փախավ, հետո երբ որ ժողովուրդը հավաքվեց բանի այդ Ֆրանսիայի հրապարակի բանի Մյասնիկյանի արձանի մոտ, հա, այդ որտեղ բուն արդեն գործողություններ գնա, երբ որ այդտեղ հավաքվեց ժողովուրդը, ինքը եկավ, հետո գիշերը նորից թռավ։ Դες ժողովրդին, երբ որ արդեն մեծ բախումներ էր ոստիկանության հետ, ինքը նորից թռավ։ Այսինքն ինքը բնույթով, իր այությամբ, գիտենք, որ նաև ինքը փախավ նոյեմբերի 9-ին, ձեզ մենակ թողեց, այսինքն ձեզանից շատերը այդ ժամանակ դեռ պատգամավոր էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի մասին է խոսքը, ինքը ցանկացած վտանգի դեպքում փախնելու է։ Հավատացնում եմ ձեզ, որ կոնկրետ ԿՊԱ-ական պատգամավորներից ոչ մեկին իր հետ չի վերցնելու։ Ինքը փախնելու է իր ընտանիքով, իր շատ ընտանեկան մտերիմ շրջապատով, որոնց թիվը 3-4 հոգուց չի անցնելու։ Հետևաբար դուք մնալու եք ժողովրդի առաջ դեմ հանդիման։ Դա լինելու է անպայման։ Այսինքն երբ որ այդ բարակ սառույցը ջարդվի, որի վրա քայլում է Նիկոլ Փաշինյանը, այդ աշխարհաքաղաքական այդ ամեն ինչատվության սառույցը ջարդվի, ինչի հեսա կջարդվի, դա էլ կբացատրեմ։ Դա կջարդվի այն պատճառով, որովհետև աշխարհաքաղաքական շահերը բոլորի համար նույնական չեն, այսինքն մի գերտերության համար, օրինակի համար, ասում եմ, նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը մտել է, պարկել է Էրդողանի տակ, դա նորմալ է, մի աշխարհաքաղաքական տերության համար, մյուս տերության համար դա կարա շատ խնդրահարույց լինի։ Հետևաբար այդ մի պետությունը աչք փակի Նիկոլ Փաշինյանի, այս պահին աչք փակի Նիկոլ Փաշինյանի բռնապետական էության վրա, իսկ մյուս գերտերությունը ոչ միայն աչք չի փակի, այլ նաև որպես բռնապետ արդեն հայտարարելով քայլեր կձեռնարկի, ասենց ասեմ, մեղմ ասած, որպեսզի այդ բռնապետը այլևս դադարի իշխել տվյալ երկրում, որի մասին խոսում ենք, այսինքն այս պահին դա Հայաստանի Հանրապետությունն է։ Աշխարհաքաղաքական շահերը նույնական չեն, ամբողջությամբ նույնական չեն, դա նավթ չի, որը ամբողջ աշխարհում նույն գինը ունի, դա միջուկային զենք չի, որը ամբողջ աշխարհում կիրառելու դեպքում նույն վնասները կտա։ Դրանք այսպես ասած տալու բաներն են, որը մեկին ձեռքը տա, որ Նիկոլը տա, աշխարհաքաղաքական առումով եմ ասում, ասենք, Թուրքիային դա ձեռք տա, Ռուսաստանին դա ձեռք չտա, չգիտեմ, կամ Ռուսաստանին ձեռք տա, Միացյալ Նահանգներին ձեռք չտա, ասենց ինչ-որ տարբեր բաներ, ընդ որում դրանք կարան փոփոխական լինեն, այսինքն մի բանը կարա Միացյալ Նահանգներին ձեռք տա, Ռուսաստանին ձեռք չտա, մյուս բանը կարա Ռուսաստանին ձեռք տա, Միացյալ Նահանգներին ձեռք չտա, մի բանը կարա Թուրքիային ընդհանրապես ձեռք չտա, այսինքն դրանք տենց լրիվ նույնական չեն, դրանք կատարյալ անվտանգություն եւ ապահովություն ԿՊԱ-ական падգամավորների համար չեն խոստանում։ Իսկ սառույցը կարող է ջարդվել, կրկնում եմ, շատ արագ եւ շատ անսպասելի կարող է ջարդվել, ինչին դա ամեն ինչ գնում է։ Ես Վարչաշենք հրակատարողական հիմնարկից դուրս գալուց ասեցի, հայտարարեցի, որ բացվել է աշխարհաքաղաքական պատուհան Նիկոլ Փաշինյանից ազատվելու, այդ պատուհանը առ այսօր բաց է։
Խոսքը նրա մասին էր, որ աշխարհակահաղական իրողությունից ելնելով մենք տեսանք, օրինակ Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր աշխարհակահաղական գիքորի կարգավիճակում, իդեպ աշխարհակահաղական գիքոր բառակապակցությունը ինձնից փոխառեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սիրով ես այդ բառակապակցությունը տրամադրում եմ պարոն նախագահին եւ պատրաստ եմ նաեւ այլ քաղաքական տերմինոլոգիան բոլորի համար ավելի հարստացնել։ Միացյալ Նահանգները դադարեց հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի իշխանության շահառու եւ հերու չեն պահը, երբ որ այսպես մի հատ կտոցով հրամանով այն իրավապաշտպանները, ովքեր այսօր վնգստում են պահելով Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմը, այդ նույն իրավապաշտպանները վաղը այդպես մի հատ ճտոցով հիշելու են, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է ու սկսեն կռիվ տալ նրա իշխանության դեմ։ Այսինքն այս ստատուս քվոն, այս իրավիճակը, որում շատ հարմար տեղավորված են ԿՊԱ-ական падգամավորները, ինքը շատ արագ կարա փոխվի։ Եվ ԿՊԱ-ական падգամավորները, հատկապես եմ ասում ԿՊԱ-ական падգամավորների մասով, իրանք հայտնվեն պատասխանատուի դերում, հանցակիցի դերում, թե ոնց հեսա մանրամասն կտեղեկացնեմ։ Մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ գաղափար, ոչ սկզբունք։ ԿՊԱ-ական падգամավորների սա ասում, մեզանից լավ գիտենք ԿՊԱ-ական падգամավորները, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ սկզբունք, ոչ գաղափար։ Հետևաբար անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը, ինչ-որ մի մարդ Նիկոլ Փաշինյանի գաղափարներով տոգորված, մինչև վերջի պահը կմնա Նիկոլ Փաշինյանի կողքին։ Դա կարա լինի, կրկնում եմ, այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը վերջին իր կյանքի վերջին գոնե 30 տարվա մեջ գոնե մի գաղափար կամ մի սկզբունք արտահայտած լիներ։ Նիկոլ Փաշինյանը 10 րոպե խոսալու ընթացքում 10 իրար հակասող բաներ ասում, 10 տարբեր գաղափարներ առաջ քաշում եւ ինքն էլ դրանց հերքում է եւ ըստ էության որպես ճիշտ մնում է իր վերջին նախադասությունը, որտեղ ինքն ինչ-որ բան է ասում։ Ինչի եմ էսի ասում, որովհետեւ ԿՊԱ-ական падգամավորներից ոչ մեկ, սա ձեզ բոլորիդ եմ ասում, չի մնալու Նիկոլ Փաշինյանի կողքին, չի մնալու։ Այսինքն այստեղ ժամանակի հարց է գալու ինչ-որ պահից, ով շուտ միացավ, ով ուշ միացավ այդ բանին, գործընթացին, անվստահության նախաձեռնելու։ Ընդ որում շատ տարօրինակ բան է ստացվում է, որ շահելու են ավելի շատ նրանք, ովքեր ավելի շուտ կմիանան այս գործընթացին եւ ավելի վատ վիճակում, ավելի վատ դիրքային վիճակում հայտնվելու են այն ԿՊԱ-ական падգամավորները, ովքեր ավելի ուշ միացան, որովհետեւ կրկնում եմ, այդ արդարացումը, որը կարելի է որ տիպը մենք մեր գաղափարների, սկզբունքների, չկա, այդ գաղափար չկա։ Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելու երկու պատճառ կարող է լինել ԿՊԱ-ական падգամավորների կողմից։ Դա վախն է Նիկոլ Փաշինյանի կողմից հալածվելու, Նիկոլ Փաշինյանի կողմից խոշտանգվելու, Նիկոլ Փաշինյանի կողմից ոչնչացվելու տարբեր եղանակներով եւ շահը, այսինքն ընդհանրենք փողը, նյութական բարիքները եւ այլ եւ այլն։ Նյութական բարիքների մասով ես արդեն ասացի, որ ձեր առաջ իրանք շպրտում են փշրանքներ ընդամենը այն նրանից, ինչը որ իրանք են վայելում, հասկանում եք։ Դա այնքան էլ է դա պարզ արվում, առանց որից ինչ-որ այլևալությունների, այդ ճոխությունները, այդ շքեղությունները, որ իրանք եւս ամբողջ կյանքում ինչպես դուք ԿՊԱ-ական падգամավորներ, որ ֆինանսական խնդիրներ եք ունեցել, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը ինքը այդ ճոխությանը միշտ նայել է աշխարհի խորտ զավակի այսպես հայացքով։ Հիմա է որ ինքը այդ ճոխությունները թույլ է տալի։ Կրկնում եմ ձեզ դրա փշրանքներն է ասում։ Եթե դուք վախից եք Նիկոլ Փաշինյանի կողքը գտնվում, ես ձեզ հասկանում եմ, անկեղծ եմ ասում։ Մոտապես այնպես, ինչպես հասկանում եմ հայ այն գերի զինվորներին, ովքեր զենքի սպառնալիքի տակ թուրքերի պարտադրանքով հայտարարում էին, որ Ղարաբաղ, Ադրբեջան, հիշում եք այդ
տեսանյութերը։ Այդ մոտավորապես նույն իրավիճակում ԿՊԱ-կան падգամավորներն են, ովքեր պարտադրանքի տակ տեսախցիկների առաջ արտահայտում են Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան, Արմենիա, Ադրբեջան, չասած բաներ են արտահայտում։ Այսինքն գեներացվում է Նիկոլ Փաշինյանի հիմարագույն դավաճանական թեզ, որը պարտադրվում է ձեզ, որ դուք տեսախցիկների առաջ անպայման կրկնեք։ Այդ տեսարանը իմ մոտ չի առաջացնում ատելություն։ Իմ մոտ առաջացնում է խղճահարություն, անկեղծ եմ ասում ձեզ։ Նույն զգացումն է, կրկնում եմ, որ ես նայում եմ մեր հայ գերիներին, ովքեր Թուրքի ավտոմատի տակ, Թուրքի սպառնալիքի տակ ստիպված հրապարակային հրաժարվում են իրենց հայրենիքից։ Հիմա նույն ձեզ ստիպում են, որ դուք անընդհատ պարբերաբար, հրապարակային ձեր բոլոր ելույթներում բանում, անընդհատ հայտարարեք, որ թուրքերը լավն են, Ղարաբաղ, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյանը հզոր է, ես ինչ, ձեզ այդ բոլորս գիտենք։ Ընդ որում, եթե Հովիկ Աղազարյանի բացահայտումներով շատերը սկսեցին իմանալ, ես դա ավելի լավ ներսից գիտեմ, ախր դա հայտնի է, չէ, որ ես ունեմ բազմաթիվ կոնտակտներ ԿՊԱ-կան падգամավորների հետ։ Այդ կոնտակտների ընթացքում ես մանրամասն տեղեկանում եմ, թե ինչ է կատարվում ԿՊ ֆրակցիայում։ Մանրամասն։ Եվ վաղուց ես դա գիտեի, տեղյակ էի, որ կա այդ խմբերը, բանի այդ, այսպես ասած, WhatsApp խմբերը, որում հրահանգներ է իջնում, թե ով ինչ խոսա, ով ինչ անի, ով ինչ տեսակետ ունենա, ով երբ ասի Ղարաբաղ, Ադրբեջան, այդ սաղ կա, չէ։ Հա, իդեպ ասեմ, հատկապես լավ կլինի դրական վերաբերմունք կլինի բացի այն, որը ԿՊԱ-ականները ինչ-որ պահի կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օգտին, հատուկ վերաբերմունք կլինի այն ԿՊԱ-ականների վերաբերյալ մասին, որոնք հիմիկվանից այդ սկրիները բան են անում, կոմպլեկտավորում են, պահպանում են, որպեսզի նաև ցույց դնենք ապագայում, որ նաև իրանց մեղքի չափը ինչքան է, շատ է քիչ է, ինչ հրահանգներ են եղել, ով է տվել, ով է եղել այդ կապո ռեժիմեն, ով մարդը, որ կարգավորել է այդ հանցավոր խմբավորման մեջ, այսպես ասեմ, տասնապետերին, հարյուրապետերին, բան, այդ ով է, ում ճնշել, ոնց է արել։ Մենք անպայման պետք է տեսնենք ով է կապո բաստոնեն այդ հանցավոր խմբավորման, ով է այդ զբաղվել մյուս մասով, հա, այդ դրա համար ես դες խորհուրդ եմ տալիս անպայման սկրիներ անել, անպայման պահել դրանք, որովհետև այդ լավ նորմալ սկրինը կարող է ճիշտ ժամանակին ձեզ շատ պետք կա, լավ սկրինը կյանքեր է փրկում, հա, այս կարգախոսով եկեք առաջնորդվենք, այսի միջանկյալ եմ ասում ձեզ։ Բան նրանում է, որ ամբողջ իրավիճակի խնդալու մասը նրանում է կայանում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ ԿՊԱ-կան падգամավորների ներշնչել է, որ ինքն է ձեր իշխանության, ձեր падգամավորական կարգավիճակի աղբյուրը։ Այնինչ իրականությունը լրիվ հակառակն է։ ԿՊԱ-կան падգամավորներին եմ դիմում, ոչ թե դուք Նիկոլ Փաշինյանի ստրուկներն եք, իրականում եմ ասում սա, ոչ թե ինչ-որ պաթոս, դուք ստրուկ չեք, այս չեմ ասում, իրական փաստ եմ ասում, այլ Նիկոլ Փաշինյանն է ձեր ծառան, Նիկոլ Փաշինյանի լինել չլինելու հարցը լուծում եք դուք մի հատ կնոպկով, բայց ոնց է եղել, այդ եկեք հասկանանք, որ մարդիկ, ովքեր հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը, իրանք այսօրվա դրությամբ գոնե հանրային հրապարակային առումով ավելի շատ նմանվում են Նիկոլ Փաշինյանի ստրուկների։ Դա մի հատ առանձին պատմություն է։ Դրանում մեղք ունի, իդեպ ասեմ, նաև մեր ընդդիմությունը, որը այդպես էլ այլընտրանք չստեղծեց այն ԿՊԱ-կան падգամավորների համար, որոնք ցանկություն կհայտնեին պոկվել Նիկոլ Փաշինյանից տարբեր պատճառներով, հա, այնտեղ Նիկոլ Փաշինյանը հավաքների ժամանակ շատ դեպքերում լինում է, որ
այդ մարդկանց ինքնասիրությանն է նվաստացնում եւ այդ մարդկանց մոտ ես ինչ ասում եմ, ես խոսել եմ, հա, այդ մարդկանց մոտ շատ հաճախ ցանկությունը գալիս է առաջանում է փոխվել Նիկոլ Փաշինյանից, սակայն մեր ընդդիմությունը այդպես էլ չի ստեղծել այդ այլընտրանքային տեղը, որ այստեղից կարեն փոխվեին, գնային մի տեղ կամ եւ այլն, դրա համար այդ մարդկանց ընդամենը մեկ տարբերակ է մնում այս պահի դրությամբ, մինչև վերջին 10 օրը, մինչև impeachment-ի օրակարգի հանրայնացումը, դա ուղղակի կպնել Նիկոլ Փաշինյանի փեշից այնքան չգնալ, որ դա իրենց ամենաանվտանգ կետն է։ 10 օր առաջ, երբ որ արդեն օրակարգ մտավ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը եւ ինչպես ասեցի, մտավ օրակարգ վերջնական առումով, այդ դրանից հետո ԿՊԱ-ականները ձեռք են բերել, իսկ հետագայում նաեւ ավելի կոնկրետ են ձեռք բերելու անկախության իրենց քաղաքական տրաֆիկինգի ենթարկողից հեռու լինելու հնարավորություն։ Խոսքը վերաբերվում է այն падգամներին, ովքեր ոչ թե շահից են, այսինքն այդ փշրանքները, որ իրենց առաջ նետվում է, դա որպես ոչ թե շահ են դիտարկում, այլ հիմնականում վախից են Նիկոլ Փաշինյանի կողքին։ Այսինքն այդ վախեցողները այս պայդրությամբ արդեն ունեն եւ գնալով ավելի առարկական է դառնալու ու այն ուղղությունը, այն այլընտրանքը, որով իրենք կարող են ձերբազատվել իրենց քաղաքական շահագործողից։ Ուզում եմ հիշեք, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի նշանակողը ԿՊԱ-ական падգամավորներ դուք եք, պահողը դուք եք, առանց ձեզ Նիկոլը ոչինչ է, առանց ձեզ Նիկոլը ոչ մեկ է։ Սա իգիտություն ձեզ։ Անպայման impeachment-ի գործընթացի նաև յուրահատկություններից մեկը դա այն է լինելու, որ դուք անպայման կանգնելու եք այդ ընտրության առաջ, լինել Նիկոլ Փաշինյանին հանցակից, դուք եք ընտրելու դա, թե դուք Նիկոլ Փաշինյանի զոհերն եք։ Դա պարտադիր դուք այս ընտրության առաջ կանգնելու եք, որովհետև հանցակից կլինեք այն դեպքում, եթե ձեր մոտեցումով, ձեր դիրքորոշումով, ձեր ստորագրություն տալով կամ չտալով երկարացնեք հանցավոր իշխանության, հանցավոր կառավարության իր իսկ խոստումներից եւ իր իսկ ծրագրից 100% աստիճանի շեղված կառավարության գործողությունների համար։ Ես հասկանում եմ, որ դեզանից շատերը հույս ունեն, որ Նիկոլի հեռացումից հետո ինչը անխուսափելի է, անխուսափելի այդ մասը նույնիսկ չեմ քննարկում։ Իրանց դուք ինքներդ էլ եք, չէ՞, հասկանում, որ Նիկոլը հավերժ չի, Նիկոլը հեռանալու է, ինչ որ sense վիճակը առնելու։ Բայց Նիկոլի հեռացումից հետո իրանց անունները չեն հիշվի։ Այդ հույսը ունեն ԿՊԱ-ական որոշ падգամավորներ, որոշ չէ, հիմնական մասը ընդ որում։ 71 ԿՊԱ-ական падգամավոր կա, դուք հարգելի գաղափարակիցներ ընկերներ, ձեզ եմ դիմում 15 падգամավորի անուն, ԿՊԱ-ական падգամավորի անուն ազգանուն չեք կարող տալ։ Մնացած բոլորը թաքնված են, բոլորը։ Եվ հույս ունեն այդպես թաքնված սղա կանցնի։ Ցավում եմ, այդ հույսն էլ իրականության հետ աղերս չունի, որովհետև impeachment-ի գործընթացի հիմնական նպատակներից է անհատականացնել յուրաքանչյուրի պատասխանատվությունը, անուն առ անուն ֆիքսել Նիկոլի հանցակիցներին։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հույս ուներ միջև այդ, որ իր անունը, ազգանունը չի հնչելու, ինքը կարծիք չի հայտնելու, ինքը տեսակետ չի ունենալու, ու մենք այդպես էլ չենք իմանալու ինքը հանցակից է թե զոհ, դա խնդրում եմ այդ հույսը թողեք մի կողմ, որովհետև դա այդպես չի լինելու։ Անուն առ անուն ֆիքսվելու են մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահողներն են, Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանությունը պահողներն են։ Կոլեկտիվ անպատասխանատվություն չի լինելու իշխանափոխությունից հետո։ Ձեր բոլորի անունները դառնալու են հայտնի, ոչ ոք թաքնված չի մնալու։ Սա իդեպ վերաբերվում է նաև ընդդիմադիր
падգամավորներին կոլեկտիվ անպատասխանատվությունով ոչ մեկ չի փրկվելու։ Բոլորը անհատապես իդենտիֆիկացվելու են իրանց տեսակետով, իրանց վերաբերմունքով Նիկոլ Փաշինյանին պահելու կամ չպահելու իրանց մարմաջով, իրանց այն որ ընդդիմադիր պատգամավորներ կան, որ մեկ անգամ Նիկոլ են քրվում, հետո սաղի աշն են խոթում, որ տիպը մենք 4 տարի առաջ մի անգամ դավաճան ենք ասել Նիկոլին, всё, մենք ընդդիմադիր ենք, էլ մեզ ուրիշ բան չասեք, չտես չի լինելու։ Կոնկրետ ընդդիմադիրների մասով կոնկրետ գործողություն է լինելու։ Մեր բոլորի երկրի համար, այս ժողովրդի երկրի համար, այս աղետաբեր իշխանության համար, այս աղետաբեր իրականության համար բոլոր պատասխանատուները անհատականացվելու են։ Սա ձեզ ես խոստանում եմ։ Սա չունի այլ ընտրանք։ Այսինքն սա լինելու է, սա դուք տեսնելու եք, սա դուք իմանալու եք, անուն առ անուն հայտարարվելու են իրանց տեսակետներով հանդերձ։ Չի լինելու մարդ, որի տեսակետը մենք չենք իմանալու։ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր, հանցավոր, կոռուպցիոն իշխանության մնալու, պահվելու համար։ Ինչ անել ԿՊԱ-կան պատգամավորներին է վերաբերվում խոսքը։ Այս պահի դրությամբ ոչ մի բան։ Վաղը Էդգար Ղազարյանը գալու է ԿՊԱ-կան պատգամավորների հետ հանդիպի։ Իհարկե բնականաբար ԿՊԱ-կան պատգամավորների, այսպես ասած, գլադիատորների շարքը խոդ են տալու, առաջ են բրթելու, որ այդ ԿՊԱ-կան պատգամավորները ոնց որ ՄԻՊ-ի ընտրության ժամանակ հարձակվեն, ինչ-որ բաներ անեն, սադրեն եւ այլն, ցույց տան, որ իրանք շատ նվիրված են Նիկոլ Փաշինյանին եւ այլն։ Սա կրկնում եմ, ԿՊԱ-կան պատգամավորներից ոչ բոլորի, մեղմ ասած ոչ բոլորի տեսակետն է։ Հավատացնում եմ ձեզ, ԿՊԱ-կան պատգամավորների մեջ էլ կան adekvat մարդիկ, ԿՊԱ-կան պատգամավորների մեջ էլ կան մարդիկ, ովքեր մտահոգված են իրանց եւ իրանց սերունդների, իրանց ժառանգների անվամբ, ճակատագրով եւ այլն եւ այլն։ Հենց որ այս ամեն ինչը դուք կտեսնեք, հարգելի ժողովուրդ վաղը, բայց ԿՊԱ-կան պատգամավորներին կոչ եմ անում այս պահի դրությամբ ձևացնել, որ դուք հնազանդ եք Նիկոլ Փաշինյանին։ Կարող եք հարցազրույցներում քննադատել մեզ, ոչ մի խնդիր չենք տեսնում դրանում, բայց երբ ժամանակը գա, իսկ ժամանակը գալու է, այս ինչ որ ասում եմ, impeachment-ի գործընթացի շրջանակներում եմ ասում, այսինքն երբ որ ճիշտ ժամանակը գա, այդ դրա մասին դուք կիմանաք ու այդ պահից սկսած Նիկոլից այլևս վախենալու ոչ մի բան չեք ունենալու։ Այդ պահից սկսած կարող եք անել ձեր ընտրությունը, լինել ժողովրդի կողքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին, թե Նիկոլի տակ։ Դա լինելու է մեկ անգամ այդ ընտրությունը։ Դա մի քանի անգամ չի լինելու։ Մի անգամ է լինելու։ Դրա համար այդ ընտրությունը որ գա, այդ մասին դուք կտեղեկանաք։ Հիշեք, որ դուք եք որոշելու ձեր ու ձեր սերունդների ապագան, դառնալ մեր պետությունը կործանողի հանցակից, վերջնական պատմականորեն ֆիքսվել որպես մեր պետությունը կործանողի հանցակից, թե ժողովրդի կողմը անցնելով փրկել ձեզ ու ձեր ժառանգների անունը։ Ընտրությունը անպայման ձեր լինելու է, ժողովուրդը անպայման մարդիկ հանրությունը ապահովելու են ձեր անվտանգությունը, այն ԿՊԱ-կան պատգամավորների, ովքեր վախեր ունեն Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարներից, դա տեղի չի ունենալու։ Ես դրա մեխանիզմներն էլ ժամանակը կգա, կհրապարակայնացնեմ ոնց է լինելու։ Շատ հանգիստ է լինելու, ոչ մի ինչ-որ տենց արտառոց բան չի լինելու։ Այնպես որ այդ ընտրությունը առաջիկայում կլինի, ես այդ մասին անպայման ձեզ կասեմ, որ այդ ընտրության պահն է, ու դուք էլ ձեր այդ ընտրությունը կանեք, մենք էլ բոլորս կտեսնենք, արդյոք դուք Նիկոլ Փաշինյանի զոհերն եք քաղաքական տրաֆիկինգի, թե Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն եք։ Լավ մնացեք, կհանդիպենք, մեզ հետաքրքիր աշխատանքային շաբաթ է սպասվում, հաջորդ շաբաթ։ Ամեն ինչի մասին ձեզ կտեղեկացնենք
արդեն ըստ իրադարձությունների։ Լավ եղեք։